Երկրապահ կամավորականների միության տղաներն են, նրանք վճռական են տրամադրված և հայրենասիրական երգերով ազգային պարով մեկնում են առաջնագիծ, տղաների մարտական ոգին բարձր է, կամավորականները Արցախի դիրքեր են մեկնում 15 օրը մեկ, առաջնագծում եղածներին փոխարինելու համար։ Ամեն օր հերթափոխալնում, ամեն օր նենց են անում, որտեղ ինքը ոչ մեկ չօգնեն։ Այսօրվա 18-20 տարեկան տղեն էլ են մեր 90 թվից սկսած պատերազմի, որ մասնակցել ենք, դաժե կարամ ասեմ մեզնից ուժեղ են։ Կամավորականների ցուցակագրումը շարունակվում է։ Երկրապահի կենտրոնական շտաբ և տեղական շտաբեր են դիմում հազարավոր մարդիկ շփման գիծ մեկնելու ցանկությամբ։ Բոլոր նորագիր կամավորականների հետ հրահանգավորման աշխատանքներ են տարվում զենքի հետ ճիշտ վարվելու համար։ Կամավորականները լավ գիտեն, գնում են այնտեղ, որտեղ կռվում էին նաև 90-ականներին։ Իրոք ունենք հզոր տղաներ, շատ հզոր, առյուծի ձագեր, բայց որ մենք իրանց թիկունքում կանգնած ենք, նրանք հարյուրապատիկ հզոր անում են։ Հիմա կարող եմ վստահ նստել ստե, որտեղ գիտեմ զինվորը ինձանից լավ կռվում է հենց առաջնագծում։ Կամավորականների մի մասը դիրքերից նոր է վերադարձել, հակառակորդը հաճախակի է կրակի տակ պահում Թալիշի, Մատաղիսի, Մարտակերտի, Մարտունու դիրքերը։ Հայկական կողմը պատշաճ հակահարված է տալիս, հակառակորդը միանգամից լռում է։ Մինչև 5-ը իհարկե շատ լարված էր, 5-ից հետո բնական է նորից էլի լարված էր, բայց ոչ այդ մակարդակին։ Տղեկը պատրաստ են, այո, պատրաստ են ինչքան էլ տևի իրանք իրաց դիրքերում կլինեն եւ մեր ժամկետային զինծառայողների հետ կպաշտպանեն մեր մայր հայրենիքը։ Կարեն, Վռան, Վարդան, Հարութ այն տղաներն են, որոնց սխրագործությունների մասին լրագրողներին պատմում են դիրքերից վերադարձող կամավորականները։ Արցախի համար մինչև վերջ կռված տղաները նաև կոչումների ու պարգևատրումների են արժանացել։ Ունեցել ենք հենց մեզանից մի քանի դիրքենքով, մեր սնայպերը զինվորը որ խփեց և երկրապահի զորավարի հրամանով ստացավ հենց ընդ դիրքում երկրապահի հուշամեդալ։ Հանրապետության բոլոր բնակավայրերում կամավորականների հոսքը շարունակվում է։ Զինվորագրվելու և առաջնագիծ մեկնելու պատրաստակամություն են հայտնել նաև արտասահմանում հայտնված երկրապահները։ Նայիրի Մուրադյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։